Դատախազը Միքայել Սրբազանի համար պահանջել է գրեթե 3 տարի ազատազրկում։ Ինչպես եք վերաբերում Սրբազաների հետ տեղի ունեցող այս իրադարձություններին եւ ընդհանրապես եկեղեցու դեմ արշավը ինչպես է գնահատում իշխանությունների կողմից, նորմալ է սա Հայաստանում։ Դե բնականաբար բացասական։ Եկեղեցին առանձին ինստիտուտ է, կառավարությունը առանձին, դա գրված է սահմանադրության մեջ ու պետքա բոլորը իրենց գործառույթները ունենան։ Եկեղեցին եկեղեցի է, կառավարությունը կառավարություն։ Ժողովուրդը վճռական է տրամադրված այդ ամեն ինչին, որտեղ միշտ մենք պահպանողական ժողովուրդ ենք, միշտ էլ մտածել ենք, որ եկեղեցին դա մեզ համար մի օրան է, որտեղ յուրաքանչյուրս եւ լավ եւ վատ օրերին մեզ այնտեղ գտնում ենք։ Ճիշտ է արել, շատ ճիշտ է արել։ Ամեն օր տեսնում եմ այստեղ ինչա կատարվում դիմաց շենքում եմ ապրում։ Փող են հավաքում այս մեքենան կանգնացնողներին, բաննել եկեղեցու ղեկավարն էլ գիտի շատ լավ։ Ես չգիտեմ, ժամանակը գնահատական կտա, ես իրավաբան չեմ, բայց չեմ կարծում, որ փաստարկները այնքան էին, որ կարելի էր այդ կարգի հոդված ընդունել։ Ես իրավաբան չեմ, պարզապես ժամանակները կփոխվեն, երևի ինչ-որ բան կփոխվի, բայց որ եկեղեցին եւ պետությունը իրար հետ պետք է տարանջատված լինեն, դա միանշանակ։ Տեսեք, Վատիկանը չեմ կարծում, որ խառնվում է Իտալիայի վարչապետի գործերին։ Ես տեղեկացված չեմ, չունեմ ինֆորմացիա, բայց համոզված եմ, որ իրանք բոլորը իրանց տեղում են եւ մնացած բոլոր այդ սվետское общество, եկեղեցին առանձին, պետությունը կառավարությունը առանձին։ Ճիշտ են այլ, բա կանգնել է իշխանափոխությունը պահանջում ժողովրդին տանում է պայքարի տանում է սպանության, կարելի էր այդպես ինչ կատարվեց Բաղրամյանի մոտ։ Ես շատ վրդովված եմ այդ եկեղեցականների դեմ, դրանց պատճառով եկեղեցի չեմ գնում։ Ես անակ բաներն չեմ հասկանալ, ինչ աբուր գուդեն իրենք, ըստվլտող։ Ամեն մեկը թող իր խղճի համար պատասխան տա։ Մենք Փյունիկի նման վերածնվում ենք ամեն անգամ մոխիրից, չգիտեմ, կործանումից, մի մաս փրկվելով, դա մեր ազգին բնորոշ բան է։ Տեսեք, հիմա չկա ակադեմիայի շենքը, քանդել են ցավոք սրտի, բայց մենք 46 թվին գիտությունների ակադեմիա ենք հիմնել, երբ որ մի տարի էր անցել ավերիչ պատերազմից հետո, մենք 27 թվականին օպերա ենք կառուցել, երբ որ ընդամենը 12-15 տարի էր անցել կոտորածից հետո, քաղաքացիական պատերազմից հետո, այս բոլորը պետք է միշտ հիշել ու ազգային արժանապատվությունը չկորցնել։ Ցանկացած պարագայում, որտեղ ուզում ա լինեք, նույնիսկ եթե դուք Ստամբուլում եք ապրում։